Արարատյան դաշտավայրում Ծիրանի մասսայական բերքահավաքը ավարտվել է եւ կարելի է արդեն ամփոփել արդյունքները։ Արմավիրի մարզի շատ համայնքներ, օրինակ Մայիսյանում, ցրտահարման պատճառով ընդհանրապես ծիրան չկերան։ Այդ համայնքներում բնականաբար ծիրանի իրացման հետ կապված խնդիրներ էլ առաջ չեկան։ Մեր մոտոկոմբերյան մրգաշատ, ղամշլուտ չկա, մնացած տեղերը լավ կա։ Նորմալ կա, հետա նայում եք ինձ, հավաքած ծառա։ Հավաքած ծառա։ Մանեմ գալում առավոտից մի հաճան գտեմ։ Հիմա անդրադառնանք այն համայնքներին, որտեղ Ծիրանը գյուղացու սպասածից առադը բերքեր տվել այս տարի։ Անկախ գյուղնախարարության հայտարարած աստղաբաշխական մթերման գների փորձենք տեղում հասկանալ եւ գնահատել Ծիրանի մթերման ծավալները եւ գները։ Ծիրանն այն հազվադեպ մրգերից է, որն ընդամենը 1 շաբաթ ժամանակ է տալիս բերքահավաքի համար եւ այդ 1 շաբաթվա ընթացքում գյուղացին պետք է հասցնի իրացնել իր ընտանիքի գոյությունը պահպանող բերքը։ Օրինակ վերցնենք Արմավիրի մարզի շարքային գյուղերից մեկը եւ հասկանանք, թե ինչպես եւ ինչ գնով է իրացվել Ծիրանը։ Առաջին գնորդը, որին եւ անհամբեր սպասում էին Լենուղի գյուղի բնակիչները, եղել է Սպայկա ընկերությունը, որն իր ընտրած այգիների Ծիրանը խոստացել է գնել 300-ից 400 դրամով։ Մա 200 դրամը դուրսեն կտամ։ Բայց ուրա ֆուրերը կանացել է, դու իջցրին 300-ը, մել 250 է, դու չեն տանում։ Չեն տանում։ Սպայկեն, ինչ սպայկեն, ոչ եկա, ոչ բան արեց։ Եկա, վերես տարա, բայց ո՞ւմ է պետք է տա։ Հեսա տանեմ ցուստամ։ Ուզում ես տուր, ուզում ես մի տուր։ 400-ից 4 օր առաջ եղել է 400 դրամ։ 400 դրամ։ Օրական գին են իջսել։ Ասացին 250-ից հա, էսել, ասում եմ 400 կիլո էլ, 400 կիլո էլ։ 400 կիլո էլ բացի դե 100 դրամով են տարել։ Էսել է 250-ի չգազնա։ Ընտրյալ այգիների տերերը վարձելով աշխատողներ սկսել են բերքահավաքը եւ Ծիրանը կուտակել են հենց այգու տարածքում, որից հետո այգի է ժամանել Սպայկայի այսպես կոչված տեսակավորող ջոկատը։ Նույն ջոկատի արդեն տեղեկացված կամ տեսակավորման հատուկ կանոններին ծանոթացած անդամները քաղված Ծիրանի ընդամենը 20%-ն են տեսակավորման չափանիշին համապատասխանեցրել եւ մնացածը այգում գետնին թողել։ Տեսակավորման սկզբունքը կայացել է նրանում, որ եթե Ծիրանի վրա կա նույնիսկ աննշան խալ, ապա այդ Ծիրանը փորձությունը չի անցնում։ Ես նայ, մի հատ տոշկա է կարգտի արազն է, էլի գարնան գլուխ կարգտի։ Ինչ ա եղես Ծիրանը։ Չէ, չենք տանում։ Չենք տանում վեր։ Նշենք, որ քաղված Ծիրանը հատկապես շոկ եղանակին ժամերի ընթացքում ենթակա է փչացման։ Ըստ Լենուղիի ծիրանատերերի, Սպայկայի տարած ու փչացրած Ծիրանի միջին գինը տատանվում է 100-ից 150 դրամի սահմաններում։ Ի դեպ հաջորդ օրը կրկին վերադառնալու եւ Ծիրանը գնելու խոստումով Սպայկան գնացել ու արդեն 3-րդ օրն էլ գյուղ չէր վերադարձել։ Ընկերության արկղերն էլ գյուղացու դաշտում հավանաբար որպես հուշ էր թողել։ Բերքահավաքի 2-3 օրվանից Ծիրանի գինը իջնում է 200 դրամով։ Այս անգամ մթերողները հիմնականում ֆիզիկական անձիկ են Հայաստանից եւ Վրաստանից, ովքեր Ծիրանը Սպայկայից ավելի խղճով են տեսակավորում, այգում քաղված Ծիրանի ուղիղ կեսն են թողնում։ Այս պարագայում էլ գյուղացուն կիլոգրամից 100-ից 150 դրամ է մնում։ Ծիրանը ժամ հաստատ ինքը լրիվ թափված է։ Իրաք այդ առիթն օգտագործում է։ Բերքահավաքի 4-5-րդ օրից սկսած Ծիրանն իր հասունացման պատճառով էլ ճանապարհ չի կարող անցնել եւ մնում է, որ 70 դրամով իր հանգրվանը գտնի մթերող գործարաններում։ Սա Ծիրանի իրացման ամենածայրահեղ տարբերակն է, որից գյուղացուն համարյա ոչինչ չի մնում, եթե հաշվի առնենք տրանսպորտի եւ աշխատուժի հետ կապված ծախսերը։ 150 դրամով լավ վատ խառնեմ կստանեմ գործարան։ Հա, գործարան։ Թե լավ եղնի, թե լավ վատ եղնի, ինչ ուզում եք թողնի։ Ես կստանեմ հանցից կտամ գործարանին։ Էլ ոչ սարտիրով կա, ոչ տես, ոչ տեն։ Բայց 60 դրամով չեք տա։ 60 դրամը ախր արժեք չի ներկայացնում։ Մի հատ բանը չիբուխ սիգարետ արժե 120 ռուբլի, 120 դրամ։ 60 դրամով Ծիրան 10, 2 կիլո Ծիրան 10, որ մի հատ չիբուխ առնես, այս է ցավը։ Ոչ տեր են կայնում, ոչ բան են անում։ Ինչ անի գյուղացին ինչ հող տա իր գլխին։ Ձեր Ծիրանը մնացել է դաշտում։ Բայց ծառների վրա են, արի նայա, ծառը մարդ չկա, ոչ կալենտ կա։ Այժմ մի փոքր տնտեսական հաշվարկ կատարենք եւ հասկանանք այս տեմպերով մի քանի տարի հետո Հայաստանը կունենա Ծիրանի այգիներ, թե ոչ։ Լենուղիի այգետերերն ասում են, որ իդեալական պայմաններում 1 հեկտար Ծիրանի այգին կարող է ապահովել 10-ից 12 տոննա բերքատվություն, որը նույնպես իդեալական իրացման պայմաններում 1-ից 1.2 միլիոն դրամ եկամուտ կբերի։ $1800 ծախս է գնացել։ Ցամաք 0-ի վրա։ Ուղիղ 1800 թունաքիմիկատով, պարադանութով, սրսկումներով ամենիչով $1800 ծախս է գնացել։ Հիմա ասենք ինչքան պետք է ծախենք բերքը, որ գոնե էդի դուրս գա։ Ամենակիչ 250 դրամ կիլոգրամն է։ Ամենակիչ 250 դրամ դի ծախես, որովհետեւ կարողանաս ծախսերը դուրս գաս, հարգերը մուծես, ջրի վարձ մուծես եւ այլն եւ այլն։
Հələ մի բան է մնա, որ տմեր դուրս գաս կարող բացվի։ Էս այլ ուրիշ եկամուտ չկա։ Այժմ ինչպես տնտեսագետներն են ասում, անցնենք ծախսային մասին։ Տարվա ընթացքում Ծիրանը պետք է բուժում ստանա նվազագույնը 4-ից 5 անգամ, հեկտարի հաշվով յուրաքանչյուրը 65-ից 70 հազար դրամով, պարարտանյութ 300 կիլոգրամ, ոռոգման ջուր 60 հազար դրամ, 5 բանվոր 7 օր բերքահավաք կազմակերպելու համար յուրաքանչյուրին օրական 5 հազար դրամ, հողի հարկ 35 հազար դրամ։ Փոքր թվաբանությունից հետո ստացվում է, որ գյուղացին 1 հեկտար Ծիրանի այգի մշակելու համար պետք է ծախսի մոտ 640 հազար դրամ, չհաշված ընտանիքի կատարած գարնանային աշխատանքները։ Արդյունքում իդեալական պայմաններում ընտանիքի միակ եկամուտի աղբյուր 1 հեկտար Ծիրանի այգին պետք է ապահովի տարեկան 360-ից 560 հազար դրամ եկամուտ։ Եթե ընտանիքը բաղկացած է ասենք 4 շնչից, յուրաքանչյուրն օրական 247-ից 383 դրամ եկամուտ, որը ծայրահեղ աղքատության սահմանից ավելի ցածր ցուցանիշ է։ Այստեղ հաշվի առած չեն բանկերը, ցրտահարումը, անձրևները, իրացման հետ կապված բազմաթիվ խնդիրները, իսկ եթե թվերով ընտանիք չես պահի եւ Ծիրանի այգիներն էլ չեն ավելանա։